Եվ ինչ Շիրակ գնեն եւ ուրգե են։ Սասուն ջոկատն է, ջոկատը կոչվում է Սասուն։ Հրամանատարն է Սասուն Միքայելյանը, որը ջոկատը շատ հին ջոկատ է, մասնակցել է երասխի պատերազմներին, սկսած մեր առաջի պատերազմը ընդերից սկսավ եւ բոլորս ռոմանտիկներ էինք, քանի որ մեր առաջի պատերազմին գնացինք որսորդական հրացաններով եւ թուրքերը մտել էին Արմաշ, երասխ եւ մեզ թվում էր թե մեզանից ոչ մեկին գնդակ չի գտնի, որովհետեւ մեր հայրենիքի գույները, մեր երազները եւ ազատագրությունը նույն հեքիաթային էր։ Եվ ցավոք սրտի ես դաժան մարտերի ընթացքում ապացուցվեց, շատ ընկերների կորցրեցինք, ապացուցվեց, որ գնդակ էլ է գտնում, բայց ցավ չի, որովհետեւ մենք գիտենք ինչի համար ենք կռվում, տղաները բոլորը գիտեն ինչի համար են կռվում եւ ոչ մի ափսոսանք չկա զոհվելու համար։ Ուրեմն ես ներկայացրի Սասուն Միքայելյանին, որ վիրավորվել է Շուշիում, Շուշիի ազատագրության ժամանակ, շատ դաժան մարտերի ժամանակ։ Մինչև հիմա մեր ջոկատը կատարում է մարտական հանձնարարություն։ Ներկայումս էլ գտնվում է Օմարի Լեռնանցքում, որը շատ դաժան պայմաններ է, արդեն հանդեպ մի կես մետր արդեն ձուն կա։ Այդ ձյան պայմաններում, դժվարին պայմաններում մենք իրականացնում ենք մեր երազանքը, մեր ազգի երազանքը։ Ես ուզում եմ նորից կրկնեմ, դարերի վեր մենք երբեք հաղթանակ չենք տարել։ Եվ սա կարծես թե առաջի հաղթանակն է, եւ ես այն կարծիքին եմ, որ այսօրվա հաղթանակը, ասենք եթե վերցնենք 5-րդ տարից հետո, այսօրվա հաղթանակը 5-րդ տարից հետո 15 դարվա հայ մարդու երազանքի հաղթանակն է։ Այս տղաներից ամեն մեկի մեջ կուտակված է Վարդանի ընկած զինվորները, մինչև այսօր ընկած զինվորների երազանքն ու իղձը, որոնք շատ դժվարին հանձնարարություն են իրականացնում։ Հիմա ես ներկայացնեմ մեր կամոն, մեր հետախույզներից մեկն է, մենք ռազվետքի ենք ասում, Միշան նույնպես լավ կռվողներից են, Շիրակը մեր գնդացիրորդն է, էլի մեր լավ տղաներից մեկը, այս տղաները ամենադժվարին հանձնարարությունները կատարողներից մեկն են։ Իսկ մեր հրամանատարի մասին ինչ ասում, մեր հրամանատարի խոսքը, սա ես ասում եմ հին խոսքեր չեմ կրկնում, մեր ջոկատը կամավորական է, ոչ մի կոպեկ չի ստանում, զուտ հոգու պարտ կա կատարում եւ մեր հրամանատարի խոսքը ջոկատի համար օրենք է, ոչ մեկի իրավունք չունի քննարկվի, եթե հրաման կա, ուրեմն այդ հրամանը կատարվում է առանց քննարկվելու եւ փառք Աստծո, մինչեւ այսօր մենք պատվով ենք բոլոր մարտերից դուրս եկել, ճակատներս բաց եւ ինձ թվում է, որ հաղթանակը շուտով կլինի, չնայած այս մեծ տերությունների, հզորագույն տերությունների, ես նկատի ունեմ Ռուսաստանը, Թուրքիան, Ամերիկան, այս ամբողջ խաղերի մեջ, որովհետեւ ես նաեւ հավատում եմ, որ մենք ունենք լավ թագավոր, մեր թագավորը կարողանում է իրականացնել այս մեծ խաղերի մեջ նաեւ մեր խաղը։ Եվ Աստծո կամքով թող լինի, ինձ թվում է, որ Աստված մեզ օգնական է այս անգամ, թող Աստծո կամքով լինի եւ շուտով հաղթանակ լինի, որովհետեւ նաեւ ճշմարտությունն է պետք ասել, ժողովրդի մեջ արդեն հոգնություն կա, թող խաղաղություն լինի եւ մենք շենացնենք ինչպես միշտ, խնդրեմ, դադիվանքը մեր դեմ է եւ մենք գիտենք ինչ ուժի շնորհիվ է կառուցված, եթե դեռևս այն ժամանակ երկնքից կախված ցենց զանգակներ են շինում մեր պապերը, ինչի պիտի մենք այսօր չկարողանանք կառուցենք, Աստված տվել է մեզ այդ հնարավորությունները եւ ես կասեի, որ մեր ազգը Աստծուց է, Աստծու ազգերից մեկն է եւ մեզ պարտություն չկա միշտ հաղթանակ է լինելու, այսքան։ Աստծո բաղած քարը գա ինձ համար մեծ հոգեգան քողունակություն եւ հաճույք է, որ